Ռուսական շուկան փակվում է, եվրոպականը բացվում հայկական բիզնեսի համար։ Մասնագիտական դաշտում ընդգծում են ցանկացած ոլորտում մեկ շուկայից կախվածությունը ինչ-որ մի փուլում խնդիրներ է ստեղծելու բիզնեսի համար։ Հայկական արտադրանքի համար ռուսական շուկայի սահմանափակումներին զուգահեռ եվրոպական շուկան ավելի հասանելի դարձնելու մասին խոսակցությունները ակտիվացել են։ Հայաստանից Եվրամիություն արտահանումների հնարավորություններն ու մարտահրավերները թեմայով քննարկումը Գերմանիայի Բունդեսթագի падգամավոր Ֆիլիպ Հոֆմանի հետ հենց այդ ուղղվածությունն ուներ։ Գերմանացի падգամավորը Հայաստանում է հասկանալու, թե ինչ խնդիրներ ունեն հայ արտահանողները եվրոպական շուկա տանող ճանապարհին։ Նրա կարծիքով Հայաստանը ճանաչելիության, իսկ հայկական բիզնեսը լոգիստիկ խնդիրներ ունեն։ Առաջին հերթին պետք է մեծացնել ճանաչողների թիվը։ Ես կվերադառնամ Գերմանիա, կպատմեմ Հայաստանի կլիմայական գոտիների մասին, կպատմեմ նաև հայկական արտադրանքի ու գինու որակի մասին։ Որքան այս մասին շատ խոսվի, գաղափարները շատ տարածողներ լինեն, այնքան կբարձրանա երկրի ճանաչելիության մակարդակը։ Հայկական ապրանքը Եվրամիության շուկա արտահանելու ներուժ Հայաստանում կա, փաստում է միջազգային առևտրի փորձագետ Կարեն Ազարյանը։ Նա վստահեցնում է, որ կան տնտեսություններ, որոնք կարող են բավարարել եվրոպական շուկայի պահանջները՝ որակ, գին, քանակ, ապրանքի մշտական մատակարարում։ Այս 4 պահանջները բավարարելու դեպքում հնարավոր է մուտք գործել եվրոպական շուկա։ Կան կոնկրետ ապրանքներ, որոնք կարող են վաճառվել Եվրոպայում։ Օրինակ, ամենատարածված ձկնատեսակը դա սաղմոնը եւ սաղմոնից պատրաստված ձկնամթերքն է։ Հայաստանում շատ քիչ կա, գիտեք, մեզ համար էլ էր հայտնագործություն, որ կան տնտեսվարող, որոնք բայց սիրողական մակարդակով, այսինքն արտադրական ծավալների չի հասնում, բայց դա մի ոլորտ է, որ կարելի է մտածել։ Ծիածանափայլ իշխանն ու թառափազգիների մի քանի տեսակ նույնպես կարող են արտահանվել։ Մեծ քաշ ունեցող իշխանը եվրոպական շուկայում մրցունակ է։ Իշխանի ու թառափի ձկնկիթը նույնպես։ Տնտեսությունները փոքր են, բայց դրանք կան։ Եվրոպական շուկայում ծնեբեկ կա, բայց եթե հայկականը ճիշտ մատուցվի, խնդիրներ չեն լինի։ Նոր շուկաների հետ աշխատելուց հասկանում ենք, որ նաև մենք քանակի խնդիր ունենք։ Գուցե Հայաստանի համար մեծ ենք, բայց դրսի համար դեռ շատ փոքրիկ ենք, էլի։ Դրա համար կարելի է ինչի՞ չէ նաև այդ մարդկանցից գնել մթերքը, ստանդարտավորել, քանի որ այդ փոքր ֆերմերները ընդհանրապես ստանդարտավորման հնարավորություններ չունեն եւ արդեն մեկ ամբողջական ապրանք ներկայացնել աշխարհային շուկաներին, որոնք ունենք։ Եվրոպական շուկայի ճանապարհին արհեստական խնդիրներ չի տեսնում Վահան Եղոյանը։ Նա արմավիրում խաղողագործությամբ ու գինեգործությամբ է զբաղվում, բայց այստեղ այլ խնդիր կա։ Արհեստական ինչ-որ բարիերներ չկան, պետքա սերտիֆիկացում անցնի եւ եվրոպական շուկան բաց է, մենք օրինակ մեր արտադրությունը համապատասխանում է եվրոպական ստանդարտների, մենք ստանում ենք համապատասխան սերտիֆիկացիա եւ եվրոպական շուկան մեր համար բաց է, ավելի մեծ խնդիրներ եվրոպական շուկայում մեր գինիները ներկայացնել եւ վաճառելն է, քանի որ եվրոպական շուկան շատ մրցունակ է եւ գնային մրցունակության մեջ մենք շատ մեծ դժվարություններ ենք տեսնում։ Իսկ շուկան բաց է, ճանաչելիության խնդիր ունենք մենք, գնագոյացման խնդիրներ ունենք եւ երևի թե կոմունիկացիայի կապերը հաստատելու 2026 թվականի հունվար-հունիսի դրությամբ դեպի Եվրամիություն արտահանման ծավալը գերազանցել է $516 միլիոն։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր է ավելի քան 80%-ով։ Եվրոպան ընդհանրապես, Գերմանիան մասնավորապես կարևոր նշանակություն ունեն հայկական туриզմի համար։ Գերմանիան ինտելեկտուալ զբոսաշրջային շուկա է, որտեղ կարևորվում են ազգային առանձնահատկությունները, մշակույթը, ասում է Туриզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։ Նա ընդգծում է, որ Հայաստան-Գերմանիա զբոսաշրջությունը լավ պատմություն ունի, զարգացում ու դինամիկա կա։ Ընդհանրապես Եվրոպան միասին վերցրած ընդհանուր այցելությունների մեջ Հայաստան 3-րդ տեղում է, Ռուսաստանից եւ Վրաստանից հետո գալիս է Իրանը, Միացյալ Նահանգներ եւ այլ երկրներ, իսկ Գերմանիան առանձին վերցրած մոտ 2-3%-ն է կազմում ընդհանուր այցելությունների մեջ, բայց նորից եմ կրկնում, շատ կարևոր, այսպես առանցքային նշանակություն ունի Հայաստանի զբոսաշրջության համար։ Գերմանիայի Բունդեսթագի падգամավոր Ֆիլիպ Հոֆմանն ասում է, որ իր երկիր կվերադառնա
Հայաստանի մասին անմոռանալի տպավորություններով, վստահությամբ, որ 1 տարի հետո վերադառնալու է եւ քննարկելու, թե առկա խնդիրների որ մասն է լուծում ստացել։ Հասմիկ Դիլյանյան, Տիգրան Մաթևոսյան, Ռադիոլուր։